Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է եւ անհնար է թույլ տալ, որ այս մեռնող երկրի մնացորդները որոշ ժամանակ անց միանան ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իմ կարծիքով Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է։ Սա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե որքան ժամանակ կգործեն դրա մնացորդները, ում դրանք պետք կգան պրագմատիկ արևմտյան աշխարհում, առանց էներգետիկ ռեսուրսների եւ արդյունաբերության, առանց հեռանկարների եւ ներուժի, ասել է Մեդվեդևը։ Քաղաքական գործչի խոսքով, նույնիսկ եթե քայքայվող պետությունից ինչ-որ բան մնա եւ այն շարունակի գոյություն ունենալ, այդ մնացորդներին չի կարելի թույլ տալ դառնալ ՆԱՏՕ-ի մաս։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է նաեւ Ուկրաինայի երկկողմ համաձայնագրերի մասին այլ երկրների հետ։ Նրա խոսքով դրանք անընդունելի են, եթե սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Գազայի հատվածում ավելի քան 65,000 երեխա հոսպիտալացվել է խիստ թերսնման պատճառով Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման ֆոնին։ Այս մասին հայտնում է Ալ-Մասիրա հեռուստաալիքը, հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնին։ Ավելի քան 65,000 երեխա 1.1 միլիոն պաղեստինցի երեխաներից եւ դեռահասներից, որոնք ամեն օր տառապում են սովից, հոսպիտալացվել են սուր թերսնման պատճառով, հաղորդում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունը ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում տիրող ծանր իրավիճակի վրա կապված մարտի 2-ից գործող անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու Իսրայելի արգելքի հետ։ Հնդկաստանը դիտարկում է իր օդային տարածքը պակիստանյան ավիափոխադրողների համար փակելու եւ պակիստանյան նավերի մուտքը հնդկական նավահանգիստներ արգելելու հարցը։ Այս մասին հաղորդում է Economic Times թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Ինչպես նշում է հրատարակությունը, այս դեպքում Պակիստանը ստիպված կլինի ինքնաթիռները փոխել Չինաստանի կամ Շրի Լանկայի միջոցով հարավ-արևելյան Ասիայի ուղղություններ հասնելու համար։ Պակիստանի պետական միջազգային ավիաուղիները օգտագործում է Հնդկաստանի օդային տարածքը աշխարհի այդ մասի մի քանի ուղղություններ մուտք գործելու համար, ներառյալ Կուալա Լումպուրը եւ Մալազիայի այլ քաղաքներ, բացի Սինգապուրից եւ Թայլանդից։ Հրաձգություն է տեղի ունեցել Ջամուի եւ Քաշմիրի, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հսկողության գծի սահմանային գոտում։ Այս մասին ասվում է հնդկական բանակի հայտարարության մեջ։ Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել հսկողության գծի երկայնքով Կուպվարա եւ Բարամուլլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում, ասվում է զեկույցում, որը մեջբերում է PTI լրատվական գործակալությունը։ Հնդկաստանի զինվորականները պատասխանել են արագ եւ արդյունավետ, ասվում է տեքստում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրադադարը Հնդկաստան-Պակիստան սահմանին խախտվել է 5-րդ գիշերն անընդմեջ Նյու Դելհիի եւ Իսլամաբադի միջև լարվածության ֆոնին Ջամուի եւ Քաշմիր նահանգներում մահապարտահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Գրենլանդիայի խոշորագույն հեռահաղորդակցական TUSAS ընկերությունը կորցրել է կապը Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում տեղակայված իր արբանյակային սարքավորումների հետ 3 այնտեղ տեղի ունեցած խոշոր հոսանքազրկումից հետո, հայտնում է ընկերությունը։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն TUSAS-ը հետաքննում է, թե արդյոք անջատման պատճառը հոսանքազրկումն էր։ Այժմ մենք կապի մեջ ենք Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում գտնվող մեր սարքավորումների հետ, որոնք մենք օգտագործում ենք արբանյակային ծածկույթի տարածքում մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու համար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Ընկերության տվյալներով արբանյակային կապի ծառայություններից օգտվող իր հաճախորդներին հասանելի չեն բջջային կապը, ինտերնետը, հեռուստատեսությունը, ռադիոն եւ SMS հաղորդագրությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին խաղաղության պարտադրելով զրկում է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն իր կերպարից եւ աջակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախնական կալանքի տակ պետական դավաճանության կասկածանքով։ Զելենսկու կերպարը ոչնչացվում է, նրա կարգավիճակը հերքվում է, նրա ազդեցությունն ու աջակցությունը չեզոքացվում են, ընդգծել է նա։ Ռադայի պատգամավորի խոսքով Թրամփը հարվածում է ուկրաինացի առաջնորդին շատ ավելի ցավոտ կերպով, քան պարզապես նրա հաշիվները արգելափակելով։
Հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագրի արդյունքում Ուկրաինան կմասնատվի եւ Կիևը չի ունենա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։ Խաղաղության համաձայնագրի արդյունքում Կիևը ոչ միայն դուրս կգա այս դաժան հակամարտությունից մասնատված, այլև կզրկվի որևէ լուրջ անվտանգության երաշխիքից, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է աջակցել եվրոպացիներին։ Ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ Եվրոպայի քաղաքականությունը Կիևին խոստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կասկածներ է առաջացնում։ Չինաստանը վտանգում է դեմոգրաֆիկ ճգնաժամի բախվել, այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում։ Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է, գրել է գործարարը։ Նրա կարծիքով նույնը կարելի ասել աշխարհի գրեթե բոլոր պետությունների մասին։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է մեծ հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հերոսական մասնակցության վերաբերյալ։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին, էթնիկ ստումներին, նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվել են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Ներկա գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամները պարբերաբար փորձել են ընդհատել եւ խոչընդոտել Շարմազանովի ելույթը։ На заявление азербайджанской делегации, которая сказала, что в 2020 году итоги войны были справедливы. Итоги войны несправедливы, и теперь ничего общего с уставом ООН и с правом народного самоопределения. Да здравствует свобода и народная... Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ եւ ընդդիմադիր գործիչներ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին պարտկեցնելով ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել։ Ինչպես հայտնում են Եվրոմեդիա 24-ի աղբյուրները, դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաեւ նրա օգնականին։ Բաքվի զինվորական դատարանում եկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նշենք, որ նախորդ նիստում ականների պայթյուններից տուժած մի շարք տուժողներ ցուցմունքներ էին տվել։ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախօրեին էր անցկացվել։ Նրանց առաջադրվել են շինծու մեղադրանքներ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին։ Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դիկա նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4-ամսական Մայքլ Ֆեյդին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կտվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում եւ ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն երեխային հայտնաբերել է մահացած։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը, նշել է Խաչատուրյանը։
Պեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին եւ հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանադառնան ճգնաժամի բուն պատճառներին եւ հնարավորինս արագ կհասնեն արդար, երկարատև եւ խաղաղ համաձայնության, որը պարտադիր եւ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Չինացի նախարարը նշել է օբյեկտիվ եւ անկողմնակալ դիրքորոշում պահպանելու եւ տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու հարցում պնդելու անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքի հարցում գլխավոր առաջնահերթությունը Գազայի հատվածում համապարփակ զինադադարի հաստատումն ու հումանիտար աղետին վերջ դնելն է։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 57 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով Գազայի հատվածին իսրայելական զորքերի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57, վիրավորվել եւս 153-ը։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու դիակները, որոնք դուրս են բերվել փլատակներից, տեղափոխվել են շրջանի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 52314-ի, վիրավորվել 117792 մարդ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, նշելով, որ Հայաստանի ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի շուրջ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, մենք հետևողական եւ վճռական ենք այդ հարցում, մեր անելիքը անել լիարժեք, հետևողական եւ համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, խաղաղությունը հաստատվի եւ մենք չենք շեղվելու այդ ճանապարհից, ասել է նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանն այն մարդն է, որ լավ էլ գիտի ինչքան զոհ են տվել արցախցիները։ Ինքը հիմա ատելության խոսք է քարոզում, այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վահան Բատասյանը, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին։ Տգետ մասաներին մեջ ինքը ատելություն է, որ արցախցիները չեն կռվել, բոլորը փախել են, առոք, փառոք եկել են այստեղ, լափում են, թալանում են, ասիկն արդեն այնքան ասել է լափել, թալանել, որ մասնագետներ են պետք լափոլոգի եւ թալանոլոգի։ Ամիսներ առաջ ընդդիմության համախմբում է իրացիոնալ համարող ՀԽ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա հնարավոր է համարում, եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել, բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով, բայց բոլորը շատ տարբեր են։ Երեք իր ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահը։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին եւ Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը, ջանքեր դնելով հայ գերիների ազատարձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռին կոչ են անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում մեր հոր Ռուբեն Վարդանյանի ազատարձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատարձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում, նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության եւ հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում, ասված է ուղերձում։ Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է մայստրո Տիգրան Մանսուրյանի հասցեին արվող քննադատություններին, ըստ որոնց մտավորականները պետք է արտահայտվեն քաղաքական հարցերի մասին։ Դպրոցականների շրջանում վտանգավոր խաղերը լայն տարածում են ստանում, ահազանգում են ծնողներն ու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանն ասում է, դրանք թե ֆիզիկական, թե հոգեբանական վատ ազդեցություն են ունենում։
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը։ ՆԱՏՕ-Վրաստան 2025 բազմաձ հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի Թբիլիսիից ոչ հեռու գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական և գնահատման կենտրոնի զորավարժարանում։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ համատեղ զորավարժություններին շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը և Թունիսը։ Երկրաշարժ Բավրագյուղից քիչ հեռու։ Ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 3:40-ին Բավրագյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեկ Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների այսպես կոչված դատավարության 28-րդ նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ քննարկվել են 1992 թվականին Շուշիում տեղի ունեցած իրադարձությունները։ Հարցաքննվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։ Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 1-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է պնդել, որ բանակցություններ վարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը, գրում է The Telegraph-ը։ Նրա խոսքով Թրամփը վճռական է տրամադրված Վատիկանում Զելենսկու հետ առանձնազրույց ունենալու հարցում։ Այնիշ Թրամփը մտադիր էր անել Զելենսկու հետ դեմ առ դեմ խոսելներ եւ խոսել այն մասին, ինչպես ենք մենք պատրաստվում վերջ տալ Եվրոպայում ամենամեծ ցամաքային պատերազմին, ասել է Թրամփի խորհրդականը։ Ուոլսը նաև ընդգծել է, որ Թրամփը լիովին տրամադրված էր օգտագործել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայում պատերազմն ավարտելու եւ երկու կողմերի հետ խոսելու համար։ Հատկապես կարևոր էր տեսնել ինչպես են աշխարհի մյուս առաջնորդները հետևում կատարվածին, իսկ Թրամփը գործընթացն առաջ է մղում, հավելել է նա։ Ուկրաինայի զինված ուժերում ամերիկյան զինամթերքը կսպառվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Եվրոպան չի կարող Կիևին ամբողջությամբ ապահովել արկերով, ինչը սպառնում է Ուկրաինայի առաջնագիծը պահելու կարողությանը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ի հրետանին ամենայն հավանականությամբ կսպառվի, եւ հանրապետականները հավանաբար չեն հաստատի Կիևի համար նոր օգնության փաթեթը։ Մինչ Եվրոպան կփորձի լրացնել այս բացը, նրանք բավարար զինամթերք չեն արտադրում դա ամբողջությամբ անելու համար, ասվում է հրատարակության մեջ։ Այս առումով ուկրաինացիները ստիպված կլինեն դանդաղեցնել կրակի տեմպը, ինչը կդժվարացնի Ուկրաինայի համար առաջնագծի պահպանումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բրազիլիայում շփոթել են երգչուհի Լեդի Գագայի հետ։ Այս մասին Star Heat-ը հայտնել էր Telegram ալիքում Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով երթվեկել է ազդանշաններով ավտոմեքենաների շարասյունը։ Այս շարասյունը հայտնվել է սոցցանցերի էջերում Լեդի Գագա ողջուն Ռիո մակագրությամբ։ Star Heat-ը պնդում է, որ ավտոշարասյան մեջ է եղել ռուս դիվանագետ Սերգեյ Լավրովը, այլ ոչ թե ամերիկացի փոփաստղը։ Ապրիլի 28-ից 29-ը Սերգեյ Լավրովը մասնակցել է BRICS-ի արտաքին գործերի նախարարների Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել BRICS 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում։ Երգչուհի Լեդի Գագան մայիսի 3-ին անվճար համերգ է ունենալու Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում միջոցառումը Թոդո Մունդո նո Ռիո նախաձեռնության մի մաս է, որը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի եւ Սանտանդեր բանկի համատեղ նախագիծ է, որի շրջանակներում նրանք համաշխարհային երաժշտության լեգենդներին հրավիրել են Բրազիլիայի ամենահայտնի ափամերձ գիծ։ Լատվիայի իշխանությունները 1500 անօդաչու թռչող սարքերի եւս մեկ խմբականակ են ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուցը։ Եվս 1500 մարտական անօդաչու թռչող սարք Լատվիայից ուղարկվում է Ուկրաինա։ Տարվա առաջին կիսամյակում երկու լատվիական ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարքեր։ Որպես անօդաչու կոալիցիայի մաս կրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ Ուկրաինայի կարիքների համար անօդաչու սարքերի մշակման եւ գնման կոալիցիան ստեղծվել է 2024 թվականին Միացյալ Թագավորության եւ Լատվիայի կողմից։ Դրան միացան մի շարք այլ երկրներ, այդ թվում Ավստրալիան, Գերմանիան, Դանիան, Կանադան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ուկրաինան, Շվեդիան եւ Էստոնիան։
Երկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին։ Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել համայնքների պալատի խորհրդարանի Ստորին պալատ 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է։ Մեծամասնական կառավարություն ձևավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տվեց կառավարության ղեկավարի եւ Կանադայի իշխող լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից, նրա իրավահաջորդ Քարնին հայտարարեց ապրիլի 28-ին արտահերթ ընտրությունների մասին։ Ներկայումս Կանադայի իշխող լիբերալ կուսակցությունն ունի ձայների 51%, իսկ ընդդիմադիր Կանադայի պահպանողական կուսակցությունը 39%։ Մնացած կուսակցությունները ձայների 4%-ից ոչ ավելի է։ ԱՄՆ-ի իշխանությունները ծանր հիվանդ 4-ամյա տղային արտաքսել են Հոնդուրաս։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ներգաղթի ազգային նախագիծը։ Երեխան, ով տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով, եւ նրա 7-ամյա քույրը ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն նրանց մայրն անօրինական է եղել երկրում։ Երեխաների հայրը օրինական հիմքեր է ունեցել ԱՄՆ-ում ապրելու համար, սակայն չէր կարող ազդել իրավիճակի վրա, քանի որ մայրն ու երեխաները գտնվում էին անհաղորդ վիճակում։ Իրավապաշտպանները կատարվածն անվանել են խելքից դուրս, ինչը ոտնահարում է սահմանադրական երաշխիքները եւ մարդու հիմնարար իրավունքները, եւ պահանջել են պատասխանատվության ենթարկել ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են դրա համար։ ԱՄՆ կոնտեյներային նավանգիստների օպերատորները եւ օդային բեռների կառավարիչները Միացյալ Նահանգներում հայտնում են Չինաստանից ապրանքների ծավալների զգալի անկման մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքերի սահմանումից հետո այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Հոդվածում ասվում է, որ կոնտեյներների նավահանգիստների օպերատորները եւ օդային բեռների կառավարիչները նկատում են Չինաստանից եկող ապրանքների ծավալների կտրուկ անկում։ Նշվում է նաև, որ Թուրքերի ներդրումից հետո ԱՄՆ կոնտեյներային առաքման պատվերների թիվը զգալիորեն նվազել է։ Ըստ Vision կոնտեյներների հետագծման ծառայության վերջին տվյալների, ապրիլի կեսերին Չինաստանից ԱՄՆ ստանդարտ բեռնարկղերի պատվերները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 45%-ով։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում։ Հենացածքի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.7 միավոր եւ զբաղեցրել է առաջին տեղը։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության զինծառայողների մասնակցությունը խորացնում է։ Հակամարտությունն Ուկրաինայում եւ Փենյանը պատասխանատվություն է կրում դրա համար։ Yonhap գործակալությանը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը։ Երրորդ երկրները, ինչպիսին Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունն է, որոնք խորացնում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատասխանատվություն են կրում դրա համար, ասել է նա։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև կրկնել է ԱՄՆ-ի կոչերը ուղղված Փենյանին դադարեցնել իր զորքերի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը, իսկ Ռուսաստանին դադարեցնել ցանկացած աջակցություն Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության։ Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորների պատրաստումը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, որոնք արգելում են ռազմական պատրաստություն կամ օգնություն տրամադրել կամ ստանալ, ինչպես Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության, այնպես էլ նրանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների շփման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Այս մասին հայտնում է գազետը։ Քաղաքական գործչի խոսքով ինքը գրեթե վստահ է, որ երկրներին կհաջողվի համաձայնության հասնել։ Մենք բանակցությունների շնորհիվ արդյունք կունենանք եւ ստիպված չենք լինի սկսել ռմբակոծել շուրջ բոլորը, ասել է պետության ղեկավարը։ Ապրիլի 27-ին Անի Գրանդ հոթելում տեղի ունեցավ համերաշխություն կուսակցության հերթական համագումարը, որին մասնակցում էր 102 պատվիրակ։ Համագումարի ընթացքում ելույթ ունեցան տարբեր գործիչներ, շնորհավորելով կուսակցության հերթական համագումարի կապակցությամբ շեշտելով, որ պետք է համախմբվել եւ լինել միասնական, քանի որ իրենց նպատակը մեկն է՝ հեռացնել այս ազգակործան եւ թուրքամետ իշխանությանը։ Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ
առաջնորդվելով գաղափարական ընդհանուր մոտեցումներով եւ ելնելով Հայաստանի ապագայի մեր տեսլականից, համագումարի հաջորդ օրվանից սկսելու են հանդիպել տարբեր կուսակցությունների հետ եւ քննարկել Հայաստանի ապագայի եւ իշխանափոխության հետագա քայլերը։ Համագումարից հաջորդ օրը մենք ձևավորելու ենք մի պատվիրակություն, որը այցելելու է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների գրասենյակ։ Այդ թվում նաև հրավիրելու ենք լրատվամիջոցներին եւ բոլորը տեղյակ են լինելու մեր առաջարկությանը, որ կուսակցությունը ինչպեսի պատասխան տվեց։ Պուտինը մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 4-օրյա հրադադար է հայտարարել։ Այն ուժի մեջ կմտնի մայիսի 7-ի կեսգիշերից մինչև մայիսի 8-ը եւ մայիսի 10-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ը, հայտնում է Կրեմլը։ Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես դեմ է արտահայտվել BBC-ի կողմից գրոհայիններ չեզոք տերմինի օգտագործմանը, Քաշմիրում հարձակման ժամանակ 26 մարդու կյանք խլած ահաբեկիչների նկարագրելու դեմ։ Այս մասին հայտնում է The Times of India։ Մենք կհետևենք BBC-ի հետագա հաղորդագրություններին, թերթին ասել է կառավարության աղբյուրը։ Հնդկաստանի կառավարությունն արգելափակել է YouTube վիդեո հոստինգի 16 պակիստանյան ալիք, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Արգելափակված ալիքների ընդհանուր լսարանը, այդ թվում Dawn News, Sama TV, Airy News, Geo News ավելին քան 63 միլիոն մարդ է։ Նրանց արգելափակումն իրականացվել է Հնդկաստանի ներքին գործերի նախարարության հանձնարարականի հիման վրա, որը պարզվել է, որ նրանք տարածում են սադրիչ բովանդակություն, ինչպես նաև կեղծ եւ ապակողմնորոշ նյութեր եւ ապատեղեկատվություն Հնդկաստանի, նրա բանակի եւ անվտանգության մարմինների դեմ։ Ապրիլի 22-ին զինված ահաբեկիչները հարձակվել են Ջամուի եւ Քաշմիրի հայտնի զբոսաշրջային Պահալգամ քաղաքի վրա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ համաշխարհային կազմակերպության իրավական դեպարտամենտի ղեկավար Էլինոր Համարշիոլդը հայտարարել է, որ Իսրայելը խոչընդոտում է իր աշխատանքը պաղեստինյան տարածքներում, այդ թվում սահմանափակելով վիզաները ՄԱԿ-ի անձնակազմի եւ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության աշխատակիցների համար։ ՄԱԿ-ի աշխատակիցներին Իսրայելի կողմից վիզաների տրամադրման գործընթացը բախվում է ավելի մեծ սահմանափակումների եւ միջոցներ են ձեռնարկում Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության աշխատակիցների դեմ կազմակերպության հանդեպ իրենց պարտականությունների պատճառով, ասել են նա։ Արդարադատության միջազգային դատարանում պաղեստինյան օկուպացված տարածքների նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ լսումների ժամանակ Համարշիոլդն ասել է, որ Իսրայելի կողմից շարտոնված ներխուժում է եղել Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության, պաղեստինցի երեխաների համար նախատեսված դպրոցներ, Պաղեստինի օկուպացված տարածքների նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ լսումները սկսվել են Արդարադատության միջազգային դատարանում եւ կշարունակվեն մինչեւ մայիսի 2-ը։ Ըստ մամուլի հաղորդագրության դատարանը ստացել է ընդհանուր առմամբ 45 գրավոր հայտարարություն տարբեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։ Ռուսաստանը առաջին երկրներից էր, որ ներկայացրեց իր հայտը։ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնել է նահանգապետի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Մեհրդադ Հասանզադեն։ Ավելի վաղ Իրանի իշխանություններն ու լրատվամիջոցները հայտնել են 40 զոհերի եւ ավելի քան 1241 վիրավորների մասին։ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի։ Հասանզադեի խոսքերն է մեջբերում Մեհր գործակալությունը շաբաթ կեսօրին Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսակ Ֆաթեմե Մոհաջերանին ֆարս գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական նյութերի պայթում, սակայն դժվար է հստակացնել, թե ինչն է դրա պատճառը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում ապրիլի 29-ից ցերեկը մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին մայիսի 2-ից 4-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը 30-ին մայիսի 1-ից 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-ից 5, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 8-ից 10 աստիճանով, ապրիլի 30-ին մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։